պայմանական վաղաժամկետ ազատվել։ Օրեր առաջ ազգային ժողովում արդարադատության նախարարն օրենսդրական փաթեթով ներկայացավ, ըստ որի առաջարկվող նոր կարգավորումները միտված են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործմանը։ Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման նոր կարգավորումների վերաբերյալ մեդիա կենտրոնում քննարկում է անցկացվել։ Համապատասխան օրենսգրքերում, քրեական եւ քրեակատաղական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու առաջարկները բխում են արկա պրակտիկ փորձից եւ արդեն ժամանակի հրամայականից, եթե կարելի է այսպես ասել, քանի որ արկա իրավակարգավորումները, որոնք վերաբերում են պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին, այլևս լրիվությամբ համահունչ չեն արկա իրավիճակին եւ այն զարգացումներին եւ այն փոփոխություններին, որոնք կատարվել են ինչպես պետության կողմից մշակված այս հարցի վերաբերյալ քաղաքականության շրջանակներում, այնպես էլ այդ նպատակով իրականացված գործընթացների հետ։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը հիմնական առաջարկներն ու փոփոխությունները բաժանում է բովանդակային եւ ընթացակարգային խմբերի։ Ներկայում նախատեսված է քրեական օրենսգրքով, որ դատարանի կողմից դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առնվում երկու կարևորագույն գործոն՝ նոր հանցանք կատարելու հավանականությունը եւ պատշաճ վարքագիծը։ Առաջարկվող փոփոխության էությունը կայանում է նրանում, որպեսզի դատապարտյալի կողմից քաղաքացիական հայցի, այսինքն հանցանքի արդյունքում հասցված վնասի հատուցումը չդիտարկվի որպես նոր հանցանքի հավանականության չափորոշիչ, այլ դիտարկվի որպես պատշաճ վարքագիծ։ Ցողիկ Ալեքսանյանը մեկնաբանում է, թե տվյալ փոփոխություններն ինչ հանգամանքներից է բխում։ Քանի որ հաշվի չի առնվում այն օբյեկտիվ իրականությունը եւ դատապարտյալին տրվող այն իրական հնարավորությունները, որ քրեակատաղական հիմնարկում գտնվելու ընթացքում դատապարտյալները սահմանափակված լինելով տարածական եւ մյուս բոլոր իմաստներով չեն կարողանում իրապես ունենալ այնպիսի աշխատանք, որի արկայության պայմաններում հնարավորություն կունենան վճարել իրենց կողմից կատարված հանցագործության պատճառված վնասը։ Իհարկե, այս առաջարկը ընդհանրապես չի հակասում սոցիալական արդարության երևույթին։ Վերջապես համակարգը փորձ է անում դուրս գալ միավորներով գնահատման մոդելից եւ որդեգրել է հիբրիդային մոդել, ասում է իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը։ Երբ կա միավորներով գնահատման տարբերակը, բայց միևնույն ժամանակ կարևոր ուշադրություն է դարձվում նաեւ ազատազրկված անձանց հետ, մասնավորապես պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացվող դատապարտյալների հետ համապատասխան մասնագիտական աշխատանքի կատարմանը եւ համապատասխան մասնագիտական եզրակացությունների ներկայացմանը։ Դա բավականին կարևոր քայլ է ձևական բնույթից, այսպես ասած, դուրս գալու այդ գնահատման համակարգի եւ շեշտադրումը դնելու ավելի բովանդակային աշխատանքի վրա։ Ըստ Հովհաննիսյանի, բովանդակային գնահատում իրականացնելու համար համակարգում նախ պետք է աշխատանքներ իրականացվեն։ Մասնագետն առաջարկներ է ներկայացնում։ Մասնագիտական հաստիկների համալրմանը, դրանք կարող են լինել ինչպես հոգեբանները, այնպես էլ սոցիալական աշխատողները, իրավաբանները, այնպես էլ այդ մասնագետների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, եւ այստեղ ես բավականին կարևորում եմ նաեւ այլ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատվության, այսպես ասած, գիտակցումը դատապարտյալին քրեակատարողական հիմնարկից դուրս կյանքի նախապատրաստելու հարցում, որովհետեւ երբեմն նաեւ իմ աշխատանքային առնչության արդյունքում այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ վերասոցիալականացումը կարծես թե վերապահվում է միայն սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժիններին, բայց մինչդեռ այն մասնագիտական ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են օրինակ դատապարտյալի պահպանության, ուղեկցումների, անվտանգության համար, նրանք եւս ազատազրկված անձի վերասոցիալականացման հարցում պատասխանատվություն պետք է ունենան։ Օրինակ, եթե ամենածանրաբեռնված 9
հիմնարկներից մեկի օրինակով, հա, փորձենք խոսել, ամենևին նպատակ չունենալով թիրախավորել որևէ քրեակատարողական հիմնարկ, ներկայումս դա Արմավիր քրեակատարողական հիմնարկն է։ Օրինակ իմ օբյեկտիվ մտահոգությունը հետևյալն է, անձանց որոշակի մուտքի պարագայում արդյոք նման թվով մասնագետները, այդ թիվը կարող է լինել 1, 2, լավագույն դեպքում 3, արդյոք այդ մասնագիտական ներուժը բավարարում է նախատեսված ժամկետում, օրինակ 24 ժամում այդ գնահատումը կատարելու համար։ Եթե մենք այս հարցում թերություն ունենք եւ բնականաբար օբյեկտիվ հիմնավորումների պատճառով կամ որևէ այլ պարագայում այդ գնահատումը բաց է թողնվում, բնականաբար դա հետագայում կարող է շատ ավելի, այսպես ասած, հետևանքներ ունենալ ամբողջ նաև մարդու ճակատագրի վրա։ Ռիսկերի գնահատման հետ կապված մասնագետը եւս մեկ մտահոգություն է առաջ քաշում։ Նշում է, եթե ռիսկերի եւ կարիքների գնահատման արդյունքում դուրս են հանվում դատապարտյալի վերաբերյալ որևէ իրավիճակ, համակարգն ամբողջությամբ պետք է պատրաստ լինի այդ իրավիճակին արձագանքել։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։